Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա զրուցակիցը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, սկսենք եկեղեցի պետություն հարաբերություններից, այն հասավ իր ճգնաժամը հասավ իր գագաթնակետին, կարելի ասել լարվածությունը, երբ իշխանությունը իրավապահ մարմինները բացահայտեցին հեղաշրջման փորձ, որում ներգրավված են հիմնականում եկեղեցականներ, ովքեր են խաղարկում եկեղեցականներին, թե սա իսկապես միայն զուտ եկեղեցու հետ կապված խնդիրներ։ Ցավոք սրտի այստեղ իսկապես կա այդ խաղարկման սցենարը կամ գործոնը, քանի որ երկար տարիներ նախ եկեղեցու պետություն կամ եկեղեցի իշխանություն հարաբերություններում երկար տարիներ միջև հեղափոխությունը Հայաստանում եկեղեցին եղել է տվյալ ժամանակահատվածի իշխանության լոյալ այսպես մի կառույց, որը այդ ամբողջ տարիների ընթացքում ինչ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, կարծեք թե ոչ տեսել է, ոչ լսել է եւ հետեւաբար չէլ արձագանքել, իսկ դրա պատճառը հետեւյալն է, որ եկեղեցին դարձել էր տվյալ ժամանակների իշխանության քաղաքականության դակողը, այսպես ասանք, թեկուզ իր լռությամբ, իհարկե կան այդ տարիների ընթացքում մամուլում նաև սպրդած տարբեր ուրեմն նյութեր կապված տարբեր բարձրաստիճան հոգևորականների ուրեմն կենսակերպի մասին, որը բնականաբար պատիվ չէր բերում մեր եկեղեցում, եւ այսօր երբ որ փոխվել է իշխանությունը, փոխվել են ուրեմն Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորումները, Հայաստանը փորձում է դառնալ ավելի ինքնիշխան պետություն, Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական հարաբերությունները, եկեղեցին, որը եղել է եւ այսօր էլ կա, երբ ասում ենք եկեղեցի, նկատի ունենք եկեղեցու առաջնորդի եւ նրա շուրջ համախմբված որոշակի բարձրաստիճան հոգեվորականներին, մենք քաղաքացի չենք խոսում եկեղեցու զուտ ինստիտուտի հոգևոր մշակութային կառույցի մասին եւ ահա այս եկեղեցականների դասը Հայաստանի, որոնք մեծապես առնչություններ ունեն հյուսիսի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, նրանք այլևս լծվեցին այդ արտաքին քաղաքական կուրսի Հայաստանի արտաքին քաղաքական եւ անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիայի կուրսի ուրեմն կանգնեցմանը կամ հանդես եկան որպես ընդդիմություն այդ գործընթացներին եւ իրենց վարքագծով եւ տարբեր հայտարարությունները վկայում են դրա մասին եւ փաստացի տարբեր պատրվակներ օգտագործելով եկեղեցին նաեւ որոշում կայացրեց ուղիղ իր դեմքով ներգրավել քաղաքականության մեջ։ Իմ ասացի ապացույցն է նաև այն, որ հայ առաքելական եկեղեցին այսօր կոնկրետ Գարեգին Բ կաթողիկոսը եւ նրա շրջապատը իրենց այսօր հետաքրքրում է ոչ թե Հայաստանը կամ Հայաստանի հոգևոր մշակութային վերածնունդը, քանի որ եթե իրենք իսկապես մտածեին Հայաստանի հոգևոր վերածննդի մասին կամ Հայաստանի որպես քրիստոնեական առաջին երկրի քրիստոնեական արժեքների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների այդ հոտի ընդլայնման մասին, ապա այս վերջին 25 տարիների ընթացքում, սկսած 99 թվականից, երբ որ Գարեգին II-ը դարձավ կաթողիկոս, այդ ժամանակներից սկսած Հայաստանում մեծապես տարածվել են աղանդները եւ քրիստոնեական այլ հոսանքները եւ այսօր տարբեր հաշվարկներով մի քանի 100,000 աղանդավորներ կան Հայաստանում եւ սա ամենակարևոր ցուցիչն է, թե ինչպես Գարեգին II-ի գլխավորությամբ ներկայիս հոգևոր իշխանությունը, հոգևոր դասը ձախողեց Հայաստանի Հանրապետության եւ հայ առաքելական եկեղեցու հոգևոր իշխանությունը եւ հոգևոր առաքելությունը եւ այդ ձախողումից հետո նրանք որոշեցին ուրեմն ներգրավել ուղիղ քաղաքականության մեջ։ Տեսեք, այսօր ես դիտեցի ռուսական պետական պաշտոնական հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Հայաստանում տեղ ունեցող այս իրադարձությունների մասին եւ այդ ռեպորտաժում ուրեմն հարցազրույց էր տալիս Գարեգին II-ի եղբայր Եզրասը եւ
փաստացի այդ ռեպորտաժում հեղինակը հետեւյալ մեկնաբանություն է տալիս, որ հայ առաքելական եկեղեցին դեմ է հանդիսանում Հայաստանի եվրոպական ու Հայաստանի արտաքին քաղաքականությանը, եվրոպական ինտեգրացիային եւ գտնում է, որ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններն են, որ Հայաստանի համար օգտակար կլինի։ Սա եւս մեկ անգամ եւ վերջնականորեն ապացուցում է, որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձրագույն դասը գլխավորությամբ Գարեգին II-ին լծված են երրորդ երկրի արտաքին քաղաքականության իրականացմանը, նրանք փաստացի ազդեցության գործակալներ են, երբ որ մենք ուսումնասիրում ենք այդ ռեպորտաժը, իսկ ռեպորտաժը պատրաստել է ոչ թե ինչ որ մի մասնավոր անկախ հեռուստաընկերություն, ռեպորտաժը պատրաստել է Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունը, որը խմբագրվում է ըստ էության պետական չինովնիկների կողմից, որի քաղաքականությունը դա պետության քաղաքականության շրջանակներում է տեղավորվում, որի տեսակետները չեն կարող հակասել պետական քաղաքականությանը եւ որի ուրեմն մեկնաբանությունը դրանք ըստ էության պետական պաշտոնական մեկնաբանություններ են, որքան էլ որ նրանք հայտարարում են, որ դրանք ուրեմն լրատվամիջոցներ են։ Պարոն Արաքելյան, շարունակելով այս Ռուսաստանի թեման, Լավրովը այսօր բավական կոպիտ արտահայտություններ իրեն թույլ տվել, նախ նշել է, որ մենք հետևում ենք, այսպես ասած, Հայաստանի իշխանությունների հարձակմանը հայ առաքելական եկեղեցու վրա, ճիշտ է, համարժեք պատասխան ստացել է նաև մեր արտաքին գործերի նախարարի կողմից, ընդհանրապես Լավրովը ինչի է անհանգստացել, արդյոք կարող է որպես դիվանագետ իրեն թույլ տալ նման արտահայտություններ։ Նախ ողջունելի է մեր արտգործ նախարարի Արարատ Միրզոյանի պատասխանը շատ հստակ եւ ուղիղ, որ խորհուրդ կտամ Լավրովին չմիջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Տեսեք, վերջինս իրադարձությունները ցույց տվեցին, թե ովքեր են օրինակ Գարեգին Բ-ի, ուրեմն Բագրատ Գալստանյանի եւ Աչապահյանների պաշտպանները։ Դրանք Հայաստանում են քաղաքական խմբակներն ու անհատներ են, ովքեր որոնց հետ կապված մենք բազմիցս ասել ենք, որ սրանք այլ երկրի տվյալ դեպքում Ռուսաստանի ազդեցության գործակալներ են, որովհետև նրանք Հայաստանի զարգացումը, արտաքին քաղաքականությունը, ցանկացած որևէ բան տեսնում են ռուսական պրիզմայով եւ նաև մենք տեսել ենք նաև Մարիա Զախարովայի հայտարարությունը այս առիթով եւ ռուսական պետական հեռուստաընկերությունների որոշ ներկայացուցիչների ուրեմն հայտարարություններ եւ այսօր փաստացի տեսնում ենք բավականին բարձր մակարդակով Լավրովի մակարդակով անհանգստություն։ Նախ ես կարծում եմ, որ սա փաստացի արժի ծառայություն է այն մարդկանց, հա, տվյալ դեպքում Գարեգին II-ին ու իր շրջապատին, որ ցուցադրվում է Ռուսաստանի կամ այդ շրջանակների կողմից, քանի որ այն մարդիկ, ովքեր այսօր որ պաշտպանում են, եթե մեր հասարակությունը տեսնում է, որ Գարեգին Բ-ի ու նրա շրջապատի պաշտպանները օրինակ այդ մարդիկ են, ես կարծում եմ, ուրեմն ատելությունը Գարեգին Բ-ի կամ այլ հոգևորականների նկատմամբ կամ հակակրանքը այդ մարդկանց նկատմամբ շատ ավելի ուրեմն սրվելու է, քանի որ այս վերջին 4-5-6 տարիների ընթացքում մեր հասարակությունը տեսավ, թե այդ մարդկանց նաև միջոցով ինչ տեղի ունեցավ եւ փաստացի ես այստեղ մշտապես ասում եմ, որ մեր եկեղեցին, հա, Գարեգին II-ին եւ մնացած հոգեվոր ներկայացուցիչներին, այսպես ասած, պետք է նախ եւ առաջ պաշտպանել այդ մարդկանցից, հետո նոր պաշտպանել Գարեգին II-ին, քանի որ այդ մարդկանց ցանկացած պաշտպանություն Գարեգին II-ին եւ մյուսներին բերելու է ավելի շատ ուրեմն հակակրանք եւ ուրեմն անտիպաթիաներ մեր հասարակության մեջ։ Պարոն Արաքելյան, ինչի այս փուլում սրացավ ներքաղաքական այս առճակատումը, նաև թե քաղաքական, թե նաև եկեղեցի պետություն եւ նաև Ռուսաստանի ճնշումներ, այսինքն ինչ էր սպասվում Հայաստանին արտաքին քաղաքականության առումով, որ միանգամից այսպես հարձակում սկսվեց։ Տեսեք, ես նշեցի եւ օրինակը բերեցի փաստացի ռուսական հեռուստաընկերության պետական մեկնաբանությունը, որ հայ առաքելական եկեղեցին դեմ է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին։
Այսինքն եկեղեցին թողել է իր ամբողջ ցավ ու դարդը, մոռացել է, որ ինքը ձախողել է ամբողջ այդ հոգևոր քաղաքականությունը եւ իշխանությունը, հիմա լծվել է կամ իրան դուր չի գալիս Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը իր տիրույթում չէ, այսինքն այսօր ռուսական հերոստանգերությունը այլևս բացահայտեց Գարեգին Բ-ի եւ նրա եղբոր եւ մյուս ուրեմն պաշտպանների իրական նպատակները, իսկ այդ նպատակները ոչ թե Հայաստանն են, Հայաստանի հոգևոր վերածնունդը եւ այլն, այդ նպատակը Հայաստանը հերթական անգամ սկուտերի վրա տանել մատուցել ռուսական կայսրությանը դնել ռուսական կայսրության տակ եւ Հայաստանը վերջնականապես դարձնել գուբերնիա։ Ինչու հենց հիմա պատճառները մի քանիսն են եւ դրա հիմնական պատճառներից մեկը դա արտաքին քաղաքական է։ Իհարկե կա ներքաղաքական կոմպոնենտը եւ բնականաբար իշխանությունները հասկանալով, որ այլևս ժամանակն է բացահայտելու այդ, ես համոզված եմ, որ բնականաբար այս մարդկանց գործունեության նկատմամբ մեր անվտանգության ծառայությունների ուշադրությունը բավականին վաղուց է սևեռված եղել, դա մի օրվա այսպես հետաքննության արդյունք չի այդ ամենը եւ բնականաբար ամիսների կամ միգուցե տարիների արդյունք է, այն ինչ որ մենք տեսանք եւ դրա արդյունքում իշխանությունները գտել են, որ հիմա է ժամանակը, որպեսզի այդ ամենը բացահայտեն, քանի որ նաեւ անվտանգության ծառայությունները ունեն իրենց աշխատանքի տրամաբանությունը, անկախ նրանից, որ գիտեն դիմացինը պատրաստվում է հանցագործություն իրականացնել, նրանք դիմացինին չեն ձերբակալում այնքան ժամանակ, որքան ինքը դեռևս վերահսկողության ներքո է, քանի որ ազատության մեջ ինքը կարող է իր այլ կապերի միջոցով նաև բացահայտել հանցագործության մյուս մասնակիցներին եւ այդ համատեքստում ես կարծում եմ, որ անվտանգության ծառայությունները եւ իշխանությունները գտել են, որ հիմա է ժամանակը դրա բարձրաձայնելու։ Մյուս կողմից իհարկե մենք գիտենք, որ կա նաև ներքաղաքական կոմպոնենտը 2026 թվականին մեզ մոտ սպասվում է խորհրդարանական ընտրություններ եւ տարբեր այսպես արբայակ ուժեր, անհատներ, իսկ ես իրենց համարում եմ մեծ առումով ուրեմն պրոքսի, դրսի պրոքսի ուժեր Հայաստանի Հանրապետությունում սկսում են ակտիվանալ, նոր դերակատարներ են ներմուծում քաղաքական դաշտ, փորձելով այսպես լարել մթնոլորտը եւ ամենակարևորը արտաքին քաղաքական կոմպոնենտը։ Մենք գիտենք, որ այս ամիսների եւ տարիների ընթացքում Հայաստանը փորձում է բարելավել իր հարաբերությունները եւ հարևանների հետ եւ միևնույն ժամանակ նաեւ նոր գործընկերներ գտնել արտաքին հարաբերություններում։ Հարևանների հետ ամենակարևոր գործընթացը դա Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է։ Մենք գիտենք, որ օրեր առաջ Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով գտնվեց Թուրքիայում, հանդիպեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, կա Հայաստան-Ադրբեջան այդ խաղաղության գործընթացը եւ միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը փորձում է նաեւ արտաքին այլ գործընկերներ գտնել, թե տնտեսական առումով, թե անվտանգային առումով մենք գիտենք հնդկական այդ փորձը մենք գիտենք Եվրամիության ուղղությամբ ուրեմն գործողությունները մենք գիտենք հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ այսօր երբ որ մենք հարցազրույց ենք տալիս այսօր հենց Հայաստանում է գտնվում Կայա Կալասը եւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բավականին կարեւոր եւ հետաքրքիր հայտարարություններ արվեցին դրանցից մեկը որ Հայաստանը ներգրավելու է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման այդ գործընթացներում ունենալու է իր որոշակի դերակատարությունը հաջորդը որ անվտանգության եւ պաշտպանության հարցերով Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական միությունը մշտապես խորհրդակցություններ են անցկացնելու, եթե կծագեն անվտանգային խնդիրներ եւ երրորդ շատ կարեւոր հանգամանքը դա Հայաստանի եւ Եվրոպական միության միջև գործընկերության նոր համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին հայտարարություններ։ Մենք գիտենք, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև գոյություն ունի SEPA-ի համաձայնագիրը, դա այն համաձայնագիրներ, որից դուրս թողնվեցին ուրեմն ասոցիացիան համաձայնագրի վերափոխված տարբերակներ, որից դուրս թողնվեցին եւ տնտեսական եւ քաղաքական եւ անվտանգային շատ կոմպոնենտներ եւ ստորագրվեց Սերժ Սարգսյանի ժամանակ SEPA-ի պայմանագիրը 17 թվականին, եթե չեմ սխալվում։ Եվ հիմա բնականաբար Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների այս նոր մակարդակը ենթադրում է նաեւ նոր օրակարգ եւ հիմա այդ օրակարգի շուրջ
բանակցությունները ավարտել են, կա փաստաթուղթ եւ առաջիկայում այն կստորագրվի, որը իր մեջ կներառի նաեւ տնտեսական, արտաքին քաղաքական եւ անվտանգային կոմպոնենտներ։ Դա ըստ էության նման կլինի ասոցիացիան համաձայնագրին եւ ահա այս արտաքին քաղաքական գործընթացներն ա, որ անհանգստություն առաջացնում Ռուսաստանում հասկացել են, որ իրենց կողմից հովանավորվող աշխարհիկ, այսպես դեմքերը այլևս իզորու չեն Հայաստանում որևէ քաղաքական գործընթաց գեներացնել եւ նրանք կրակում են ըստ էության իրենց վերջին փամփուշտը իդեմս Գարեգին երկրորդի եւ համոզված եմ, որ այդ փամփուշտն էլ է այսպես շեղ գնալու, քանի որ իրենք ուրեմն այս առումով վերլուծություն չեն արել, որ վերջին 25 տարիների ընթացքում Գարեգին երկրորդը եւ իր շրջապատը եկեղեցու հեղինակությունը իջեցրել եւ հասցրել է 0-ի, դրա վկայությունն է այն, որ ձերբակալվեցին երկու թեմի առաջնորդներ եւ հասարակությունը ուրեմն անտարբեր մնացեց հանգամանքին, դրա ցուցիչն է այն, որ ուրեմն անվտանգության ուժերը գործողություններ կատարեցին Էջմիածնում եւ հասարակությունը անտարբեր մնաց եւ սա ես ասում եմ ոչ թե ոգևորությամբ, սա որպես հայ մարդ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ինձ համար ողբերգություն է, երբ որ մեր հոգևոր առաջնորդները, մեր եկեղեցու հեղինակությունը, մեր հոգևորականի հեղինակությունը իջեցրել են այն մակարդակի, որ հասարակությունը լոյալ է գտնվում նման ուրեմն գործողություններին եւ այստեղից պետքա Գարեգին երկրորդը եւ իր շրջապատը հետեւություններ անեն, որ իրենք այլևս չունեն հեղինակություն եւ վստահություն հայ հասարակության մեջ եւ իրենք պետքա հեռանան, թողնելով լուսավորչի այդ սուրբ գահը մեկ այլ առաջնորդի, որը կգա եւ իսկապես կլինի հայ ժողովրդի հոգեվոր առաջնորդ։ Կանեն այդ հետևությունը, հաշվառնելով, որ կոշտ խոսքը շարունակվում է հոգևորականների կողմից, դեռ չասեմ, որ 3 նախագահները գրեթե 24 ժամ ռեժիմով աջակցություն են հայտնում Գարեգին երկրորդին։ Ես համոզմունք չունեմ, որ կանեն, բայց միևնույն ժամանակ համոզմունք ունեմ, որ այդ գահը ազատվելու է, անկախ նրանից թե ինչ ձևով է ազատվելու եւ հույս ունեմ, որ իսկապես գահը կազատվի եւ այնտեղ կգա հեղինակավոր եւ բարոյական առումով հեղինակավոր անձնավորություն եւ կառաջնորդի հայ առաքելական եկեղեցին եւ իր հոտին եւ նաեւ շատ կարեւոր հանգամանք հայ առաքելական եկեղեցում կիրականացվեն լուրջ բարեփոխումներ, քանի որ չի կարող առաքելական եկեղեցին իր կառավարման մոդելով եւ մոտեցումներով լինի այդքան ավտորիտար, պետք է հասկանանք, որ եկեղեցին դա հայ ժողովրդի ստեղծած հազարամյա ժառանգությունն է, մշակութային հոգևոր եւ որևէ անհատ աշխարհիկ որևէ մահկանացու չի կարող հղում անելով Աստծուն գնալ փակվել այդ տաճարում, այդ ուրեմն Էջմիածնում գնալ փակվել եւ ասել, որ ուրեմն հոգեվորականության գործերը պետքա լուծեն հոգեվորականները եւ աշխարհիկ մարդիկ ու առավել եւս քաղաքացիները իրավունք չունեն խառնվելու այդ գործերին, քանի որ եկեղեցին նաեւ մարդու համար է եւ եկեղեցին նաեւ պետքա հաշվետու լինի իր քաղաքացիների եւ հոտի համար, որպեսզի մարդիկ հասկանան թե ինչ է այնտեղ կատարվում, քանի որ եթե փակվում է կառույցը, ապա այնտեղ կարող են նաև տեղ ունենալ գործընթացներ, որոնք հակասում են բարոյականության ու քրիստոնեական բարոյականության ու արժեքներին, ինչը մենք այսօր նկատում ենք եւ այդ ամենից խուսափելու, այդ քննադատություններից խուսափելու համար իրենք գտել են մի պարզ այսպես նախադասություն, որ եկեղեցին անջատ է պետությունից եւ եկեղեցու գործերը պետք է քննեն եկեղեցականներ, սա պրիմիտիվ մոտեցում է եւ քննադատության չի ենթարկվում, եկեղեցին մերն է յուրաքանչյուրիս, ով իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ յուրաքանչյուրս պետք է իմանանք թե ինչ է այնտեղ կատարվում, քանի որ այնտեղ ցանկացած բացասական գործընթաց հարված է հասնում մեր եկեղեցու հազարամյա, մեր եկեղեցու բարոյական նկարագրին։ Պարոն Արաքելյան,
Այս իրադարձությունների ֆոնին բավական ուշագրավ էր Մակրոնի եւ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Մակրոնը փաստացի ակնարկեց, որ հայկական ժողովրդավարությանը ապակայունացնող փորձեր է արվում եւ համերաշխություն հայտնեց Փաշինյանին, խնդրեի մեկնաբանեք նաեւ Մակրոնի հայտարարությունը։ Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ, ակնհայտ է, որ գրեթե բոլոր հնարավոր միջոցներով ուրեմն այդ պատերազմը վարվում է, սկսած մամուլի միջոցներից անհատական մակարդակով, վերջացած վերջին մակարդակը դա հոգեվորականության, գործողումներ քաղաքական դաշտ եւ նրանք, ովքեր որ կազմակերպել են այս ամենը, իրենք մեծ առումով թքած ունեն Հայաստանի հազարամյա պատմության, ժառանգության, եկեղեցու եւ այլնի վրա, այդ ուժերը դրսից ուրեմն սպասարկում են բացառապես իրենց ազգային պետական շահերը եւ օգտագործում են այս մարդկանց ու անհատներին ընդդեմ Հայաստանի եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ այս հիբրիդային պատերազմը արդեն մի քանի տարի է շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ այսօր մենք կարծեք թե հասել ենք կուլմինացիային եւ բնականաբար այդ մասին տեղյակ են նաեւ նման խոշոր պետությունների ղեկավարները, քանի որ իրենք ունեն բավականին լուրջ անվտանգության ծառայություններ եւ այդ ծառայությունները ունեն շատ ավելի մեծ հնարավորություններ այդ ամենի մասին տեղեկանալու, իմանալու, քան մեզանիցս յուրաքանչյուրը եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետության ուրեմն իշխանությունները եւ այդ մարդիկ վերլուծելով այս ամբողջ գործընթացը ունենալով իրենց անվտանգության ծառայությունների նաեւ զեկույցները, թե ովքեր են այդ անհատները, որոնք եկեղեցականի վեղարը հագած մտածում են այսպես Հայաստանի արտաքին քաղաքական հեռանկարների մասին եւ այդ մարդիկ իրենց վերլուծությունների արդյունքում տալիս են իրենց գնահատականը, իսկ այդ գնահատականը միանշանակ է, այո, այսօր այդ ուժերը լծված են Հայաստանի Հանրապետության զարգացման ընթացքը կասեցնելու, այդ ուժերը լծված են Հայաստանի Հանրապետության սուվերենության եւ ինքնիշխանության դեմ գործողություններով, դրա մասին նրանք երբեմն բարձրաձայնում են, դրա մասին երբեմն մենք տողեր են գտնում իրենց ներկուսակցական գաղտնի փաստաթղթերում եւ դա բավականին ակնհայտ է եւ բնականաբար Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարությամբ, անկախությամբ հետաքրքրված պետությունները, մեր գործընկերները եւ մեր բարեկամները պետք է այո հանդես գան Հայաստանի նման աջակցության խոսքերով։ Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունները այս ներքաղաքական զարգացումների շղթայի մի մաս կարող ենք համարել, թե նաև ավելի շատ նրա բիզնեսի հետ կապված խնդիրների։ Իհարկե սա այս ամբողջ ներքաղաքական ներկապնակի մի մասն է եւ ձեր կողմից նշված անձը նույնպես կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնից գործուղվել էր Հայաստանում որոշակի գործընթացներ գեներացնելու, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ Ռուսաստանում ինչպես շատ հարցերում, այնպես էլ նման հարցերում շատ անփույթ եւ փնթի հաշվարկներ են անում իրենց այդ տապորային քաղաքականությամբ, նրանք ուռճացնում են որոշակի կոնկրետ անձերի նշանակությունը Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքում, միգուցե իրենք էլ մեղք չունեն ինչ որ առումով, քանի որ այստեղից է գնում այդ սվոտկաները, թե Հայաստանում իրավիճակը ինչպիսին է եւ որպես կանոն այդ սվոտկաները, այսպես զեկույցները էլի անփույթ ու փնթի են գնում, ինչի հիման վրա իրենց լեզվով ասած պրաշոտներ են անում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված, դրա համար այս մարդկանց ուղարկում են այստեղ ու այս մարդիկ այդպես 24 ժամվա ընթացքում գնում են կալանավորում են։ Մյուս կողմից էլ այս մարդիկ այսպես մի տեսակ պատանդի կարգավիճակում են Ռուսաստանում, հաշվի առնելով թե ինչպիսի քաղաքական համակարգ այնտեղ գոյություն ունի, երբ որ դու Ռուսաստանում ունես նման մեծ հնարավորություններ, գումարներ, ապա դու այլևս չես կարող լինել շարքային բիզնեսմեն, այլևս դու գործ ունես պետության հետ, իսկ այդ պետությունը պետական ապարատը եւ անվտանգության ծառայությունները, որոնք սպասարկում են այդ պետության շահը, քեզ ստիպելու են անել
այնպես ինչպես որ իրենք են ցանկանում, եթե նույնիսկ այդ գործողությունները ուղղված են քո պատմական հայրենիքի դեմ։ Ես նշեցի, որ այս մարդիկ այո պատաններ են, բայց անկախ նրանից թե դա ուրեմն իրենց ցանկությամբ է թե անկախ իրենց կամքի, բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ դա նաև այդ մարդկանց ընտրությունն է։ Սամվել Կարապետյանի հեծը պետք է պետականացվի թե ոչ ըստ։ Մանավանդ այսօր, եթե չեմ սխալվում, տնօրենը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մենք կպայքարենք դեմ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի անկախությունից հետո շատ ռազմավարական օբյեկտներ ուրեմն մութ պատմությունների միջոցով ինչ որ սեփականացվել են, տրվել են այլ երկրների, այո, պետական ընկերություններին եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ ժամանակն է նայել այդ ամբողջ ցանկը եւ ոչ միայն հեծի պարագայում, այլ շատ այլ ձեռնարկությունների պարագայում կայացնել կոնկրետ որոշումներ, որովհետև դա Հայաստանի Հանրապետության ստրատեգիական օբյեկտներ են, դա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հարստությունն է եւ ոչ ոք չէր կարող ու չի կարող մեկ գրիչի շարժմամբ դա նվիրել որևէ երկրի։ Տեսեք, այսօր այդ ասուլիսի ընթացքում, եթե չեմ սխալվում, տնօրենը հեծի նշեց, որ 15 թվականին, երբ որ Սամվել Կարապետյանը ստանձնեց կամ ձեռք բերեց սեփականությունը, հեծում ուրեմն ահավոր վատ վիճակ էր։ Իսկ հարց ումն էր պատկանում հեծը մինչև 15 թվականը։ Դա ռուսական պետական ընկերության էր պատկանում, հասկանում եք։ Այսինքն, այստեղ էլ իրանք արդարանալու ոչինչ չունեն եւ հեծի սնկացման այդ պատճառը, այդ օրին հասցնելը, դա նաև ռուսական մենեջմենտն է, ռուսական սեփականությունն է, ռուսական պետական սեփականությունն է։ Եվ այստեղ թող ոչ ոքի չմեղադրեն, եւ դրա արդյունքում Սամվել Կարապետյանը ստացավ հեծի սեփականության իրավունք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։